Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, օրակարգային հարցով ներկայացված է կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որով առաջարկում ենք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել։ Մինչ փոփոխություններին անդրադառնալը ես ուզում եմ հատուկ ընդգծել այն հանգամանքը, որ հաշվառման քննական ծառայությունների շրջանակներում մենք անընդհատ շարունակում ենք երկխոսությունը քաղաքացիների հետ, պարոն վարչապետ, եւ առավելապես քաղաքացիների եւ նախարարության միջև տեղի ունեցած երկխոսության շրջանակներից դուրս ենք բերում լուծումներ եւ դրանք արդեն տարբեր փաթեթների շրջանակներում փորձում ենք կարգավորել։ Առաջին լուծմանը անդրադառնամ, առաջինը վերաբերում է թվայնացման մեր հանձնարարության շրջանակներում այս ոլորտում արդյունավետ կառավարում երաշխավորելուն, ինչի մասին է խոսքը։ Այս պայմանությամբ շատ ենք ունենում դեպքեր, երբ որ օրինակ բժշկական հաստատությունների, կոնկրետ այս դեպքում Արմեդի հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված շատ հաճախ մենք շարունակում ենք վարելու իրավունք տալ այն անձանց, որոնք օրինակ կարող են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություն հաշվառում ունենալ եւ հնդածս երբ որ բացահայտում ենք այդ հանգամանքը նոր միայն դադարում է վարորդական իրավունքը, բայց այս պայմանությամբ փոխգործակցություն ենք երաշխավորում Արմեդի հետ, երբ որ կկարողանանք ըստ այդմ ավտոմատ եղանակով այս հանգամանքները բացահայտել եւ անգամ երբ որ քաղաքացին չի գալիս հաշվառման քննական ստորաբաժանում, բայց մենք ազդակ ենք ստանում Արմեդից, այս դեպքում արդեն սա հիմք է հանդիսանալու իրավունքի դադարման համար։ Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննությունը հանձնելու պայմաններում դրա դրական արդյունքը պահպանելու ժամանակահատվածին։ Այս պայմանությամբ տեսական քննությունը դրական ստանալու պայմաններում 1 տարի ժամանակ ունեն մեր քաղաքացիները, որպեսզի կարողանան գործնական քննությունը հաղթահարել, պահպանելով տեսական քննության արդյունքները, բայց պիտի փաստեմ, որ վերջին տարիներին հատկապես բավական մեծացել է հաշվառման քննական ծառայությունների դիմելիության թիվը, աճ ունենք բավականի եւ հերթերի կառավարման տեսանկյունից շատ հաճախ այս մի տարին բավարար չի լինում անձանց դիմելու եւ նաեւ գործնական քննությունը հաղթահարելու։ Երկրորդ իրավիճակում օրինակ շատ են դեպքեր, երբ որ գործնական քննություններից բազմաթիվ են բացասական արդյունքները եւ կրկին մի տարի ժամանակահատվածը բավարար չի լինում այս տեսանկյունից եւ երրորդ իրավիճակը շատ են դիմում նաեւ այս տեսանկյունից քաղաքացիները 1 տարվա կտրվածքով չեն հասցնում ավարտել օրինակ ավտոդպրոցներում իրենց ուսումնառությունը եւ խնդրում են որպեսզի հետաձգվի քննությունը։ Սա շատ դրական ազդակ է այս տեսանկյունից, որովհետեւ սկսել են ավելի պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ եւ նոր միայն անցնել քննությունը։ Մենք նախատեսում ենք, որ 1 տարվա փոխարեն 2 տարի է հնարավոր պահպանել տեսական քննության դրական արդյունքը եւ ազատ հետո արդեն հերթագրվել եւ գործնական քննության համար օր որոշարկել։ Երրորդ փոփոխությունը, որը կրկին գալիս է մեր քաղաքացիներից, վերաբերում է վարելու իրավունքի դեպքում տեսական քննության հարցաշարերին։ Այս պայմանությամբ շատ են քննարկումները, որ մենք օրինակ թեթև մարդատար ավտոմոբիլների համար նախատեսված վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառում ենք օրինակ ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Հիմա դարձնում ենք շատ ավելի իդենտիկ, կոնկրետ կարգին եւ ենթակարգին բնորոշ հարցեր պիտի նախատեսվեն հարցաշարում, որը որ կօգնի մեզ դարձնել ավելի արդյունավետ այս կառուցակարգերը։ Այս փոփոխությունն առաջարկում ենք ուժի մեջ դնել սեպտեմբերի 1-ից, որպեսզի հասցնենք մեր թվային համակարգերը ադապտացնել այս փոփոխությանը։ Եվ վերջին փոփոխությունը, որը կրկին մեր քաղաքացիների հետ երկխոսության արդյունքից է ի հայտ եկել, վերջերս ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխեցինք վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը եւ դրա հիման վրա կառավարության որոշումը պիտի սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը, նախատեսել ենք որոշակի փոփոխություններ, որոնք կօգնեն իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնել։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Ես ուզում եմ փաստել, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտնում եւ մեր մնացյալ ընթացակարգերը, որոնք որ նախատեսված են, արդեն մտնում են process-ի մեջ եւ կարող են դիմել, իհարկե պահպանելով բոլոր ընթացակարգերը։ Շատ կարճ թերևս այսքանը, պարոն վարչապետ։